խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները երեխեքին սպանել են տարբեր տարեթվերի ու մինչև այսօր ոչ մեկ պատասխան չի տվել դրա համար։ Վարչապետը մեզ ընդունեց 18 թվականին, խոստացավ եւ արեց խումբ ձևավորեց 6 իրավաբանից, 3 իրավաբան մեր կողմից, 3 իրավաբան վարչապետի կողմից։ Խումբը ձևավորվեց, մեր գործերը ուսումնասիրեցին եւ համոզվեցին, որ այս բոլոր գործերը սպանություններ են։ Այս մեր 4-5 ծնողների որդիներին սպանել են, ոչ թե ինքնասպան ա եղել, դժբախտ պատահար կամ հիվանդություն է։ Երբ որ գլխավոր դատախազային ժամանակ Աննա Վարդապետյանը դեռ գլխավոր դատախազ չէր։ Վարչապետին ներկայացրեց մեր բոլոր գործերը, առանձին ամեն գործից հետո առանձին ներկայացնում էր վարչապետին։ Եվ ինքը այն ձևով էր ներկայացնում, որ կարիքը չկար, որ մեր փաստաբանները գոնե մի բան ավելացնեին, որովհետև խմբի ղեկավարը ինքն ա եղել այդ խմբի։ Ու առանց իր որոշման վերջնական վերջակետ, ստորակետ չի տրվել։ Բոլորը միաձայն համաձայնվել են այդ քննարկմանը, այդ գործերի ուսումնասիրությանը, բոլորը միաձայն առանձին կարծիք ոչ մեկ չի հայտնել եւ բոլորն էլ համոզվել են, որ այս քրեական գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին, այսինքն սպանությունները։ Վարչապետը, երբ որ վերջին անգամ Աննա Վարդապետյանը դեր գլխավոր դատախազ չէր, երբ որ վերջին անգամ ներկայացրեց վերջին գործը ու ասեց պարոն Փաշինյան, այս բոլոր գործերը պետք է վերավորակում ստանան, հոդվածները փոխել։ Վարչապետը ասեց, դե որ տենց է Վարդապետյան, ես իմ ձեռքերը լվանում եմ, քաշվում եմ մի կողմ, այս գործերը վերցրու քեզ օժիտ ու գնա գլխավոր դատախազի պաշտոնին։ Աննա Վարդապետյանը ոգևորվեց, ուրախացավ, մենք էլ ասեցինք ապրեք, շնորհավորեցինք, ասեցինք դե Վարդապետյան, մենք ուրեմն կգանք ձեր մոտ, որովհետև վարչապետը ասեց գլխավոր դատախազությունում ձեր հնարավորությունները ավելի մեծ կլինի, որ այս գործերին վերջնական լուծում տաք։ Մենք ասեցինք մենք կգանք ուրեմն ձեր մոտ, Աննա Վարդապետյանը ասեց մայրեր ջան, խնդրում եմ ինձ 2 ամիս ժամանակ տվեք, ես ձեզ կընդունեմ։ Եվ անպայման ասեց այս 5 քրեական գործը պետք է վերավորակում ստանա եւ հոդվածները փոխվի։ Մենք էլ սպասում էինք 2 ամիս, որ անցնի, 2 ամիսն էլ անցավ, 2 տարին էլ անցավ, հեսա 3-րդ տարին էլ անցավ, իր նշանակվելուց հետո, մինչև այսօր ոճը թվում է մեզ ուղղորդում է զինվորական դատախազությունում մեր լոլո են կարդում, նույն լոլոն են կարդում ու ասում են այն ժամանակ քննիչը ինչը գրել է, այ վերջին անգամ մենք որ գնացել էինք, ամսի քանիսն էր, 2 շաբաթ առաջ, մի շաբաթ առաջ մենք որ գնացինք, էլի նույն լոլոն կարդացին, զինվորական դատախազ Էլիզբարյանը ու ասեց մայրեր ջան, ախր մենք ինչ անենք, ինչ է այն վաղ գրվել է, այտենց էլ գնալու է, մենք ոչ ենք կարա մի բան ավելացնենք։ Այսինքն, նշանակում է, այն մեզ առաջի քննիչ այն ժամանակում դատախազ, ոնց ասեցին մեկա ոչինչ չի փոխվելու, ոնց գրել ենք, նենց էլ մնալու է, ու տենց էլ անում ենք, ոչինչ չի փոխվում, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի ընդունում, այն դեպքում, երբ որ ինքը մեր գործերով է դառել գլխավոր դատախազը, երբ որ ազգային ժողովում ինքը իր նախընտրական ելույթի ժամանակ ինքը մեր գործերը մեջ բերեց ու ասեց չի լինելու մայրերի վերքը պետք է չառնահոսի, ոնց ասեց ես իրակապ եմ դնելու մայրերը պետք է Արունը վերքը պետք է առնահոսի, ինքը թե ինքը պետք է սա հարցերի լուծում տա։ Հետո հաջորդ անգամ արդեն իր տարեկան զեկույցի ժամանակ ինքը ներկայացրեց, ելույթ ունեցավ, որ այս գործերով իրեղեն ապացույցները ի սկզբանե ոչնչացրած է, վերացված է, ու իրանք քննություն են անում, ինչ քննություն են անում չգիտես։ Կոնկրետ մեր գործով ես Վալերիկ Մուրադյանի մայրն եմ, Նանա Մուրադյանն եմ, կոնկրետ մեր գործով ասма հետախուզում ենք հայտարարել 2 զինվորի, հետախուզում են հայտարարել այն զինվորներին, ովքեր փախած են ստեղից, ումից ստորագրություն են վերցրել չբացակայելու մասին երկրից, այն դեպքում, երբ որ իրանք երկրում արդեն չեն եղել։
Հասկանում եք, ու տենց լիքը խախտումներ այս քրեական գործերում։ Ու ես չգիտեմ իրանք ում են ուզում խաբել, իրանք մեզ չեն կարա խաբել, ուրիշ բանա, որ իրանք ասում են մածունը սև է, այո, մեր այսօր միակ պահանջը, հիմա արդեն վարչապետին հանդիպելը, վարչապետին պիտի հանդիպենք, Աննա Վարդապետյանն էլ գլխավոր դատախազը ներկա լինի, որ տեսնենք վերջը այս քրեական գործերի վերջնական հանգուցալուծումը ոնց են իրանք տեսնում, որովհետև Աննա Վարդապետյանը այն ժամանակ ասում էր միանշանակ հոդվածները փոխվելու է, բա հիմա ինչի չես փոխում Աննա Վարդապետյան, ուղղակի կամք ա պետք, կամք, այս քրեական գործերում ամբողջությամբ երևում է, թե ոնց են կեղծել, ոնց են իրեն են ապացույցները ոչնչացրել, ոնց են դեպքի վայրերը փոխել, ոնց են իրանք կեղտոտությունները արել քննիչ դատախազ ռազմական ոստիկանությունները, որ այսօրվա օրը հանցագործները չկան, այս ժամանակվա քննիչների պաշտոնները բարձրացրած է, կոնկրետ մեր քննիչը գործով Արման Ապրեսյանի այսօր Կայազորի դատախազը ու այսպես բոլոր քննիչների պաշտոնները բարձրացնում են, որովհետև սենց լավ կոծքում են այս քրեական գործերը, այսինքն իրանց պետք չի բարձրահայտել այս գործերը, որովհետև մեկի պոչը մյուսի ոտի տակ է։ Ինչքան ժամանակ եք ցույց իրականացնում։ Հենց առաջին հաջորդ ամսվանից ես արդեն այստեղ կանգնած եմ, արդեն 15 տարուց ավել է ես պայքարում եմ, որպեսզի հանցագործները պատժվեն, որպեսզի արդարությունը բարձրանա ու ի վերջո այս երկրում արդարություն լինի, որպեսզի չշարունակեն, եթե այս հանցագործներին պատժեին, չէր լինի հաջորդ հանցագործությունները։ Իսկ տեսնում են մի բան ավելացնեմ, Պարոն վարչապետը ասում է նախկիններն են մեղավոր, այո, մեր երեխեքի սպանությունները կատարվել է նախկինների ժամանակ։ Հիմա եթե նախկինները իրանց հետ չեն, թող նախկինների արածները ջրի երես հանում, թող մեղավոր ճանաչի նախկիններին, եթե նախկիններն են մեղավոր։ Այսինքն ոչ մեկին ձեռ չի տալի, որ զինվորի գործը բացահայտվի։ Եվ իրանք զինվորով են սնվում, զինվորով են ապրում, շնչում, ուտում, ամեն ինչը զինվորով է։ Զինվորի արյան վրա։ Ու մեր պահանջը մեկն է, որ Նիկոլ Փաշինյանը մեզ պետք է ընդունի, իր հետ Աննա Վարդապետյանը։ Երկուսը գիտեն, ու իրանցից լավ ոչ մեկը չի տիրապետում։ Մեր պահանջը հենց Նիկոլ Փաշինյանի հետ է, որ ասում է բերեք մի հատ փաստ, տեսեք ինչ եմ անում։ Հիմա մենք ունենք 5 ապացույց, տեսեք դե տնանք ինչ է։ 5 քրեական գործով բազմաթիվ ապացույցներ ու փաստեր։ 5 քրեական գործով, բազմաթիվ, ամենքից երկրակացությունը որտվել են, այո, 180 էջանոց, 81 էջանոց, 81 էջանոց, ձերը քանիս է, 60 քանիս էլ